Ընկեր դե են կողմ գնա կայան եմ էլի առանց են էլ դժվար է։ Ահա։ Ոյ, դարձավ են պույ մկնիկի պատմությունը։ Անհապաղ, պետք է մարմնակրթությամբ զբաղվել ու մի փոքր նիհարել։ Յուրաքանչյուր հարցին կա լուծում, մեզ կօգնեն Տավուշյան սարերը, ձորերը, անտառները, քրծերը, ու մենք սկսում ենք մեր ճանապարհորդությունը հեռուստա, ողջունելով ձեզ, սիրելի էջակիցներ, սիրելի հեռուստադիտող, սիրելի ճամփորդասեր, մենք Իջևանում ենք, հին Իջևանում, այսպես ասեմ, որովհետև հենց հայացքդ հառնում ես հին փայտյա պատշգամբներին, մոտը ցանկություն է առաջանում բարձրանալ ու բնակվել այդ պատշգամբներից մեկի դռնով ներս մտնող սենյակներից մեկում։ Ես հենց այդպես էլ կանեմ, ինչը առաջարկում եմ նաև ձեզ։ Old Ijevan Boutique Hotel։ Դիմավորի, մենք քո հյուրերն ենք։ Մեր սենյակները ամրագրել ենք նախապես բուկինգով Ադաշ։ Տիգրան ջան, բարի ողջ։ Ոնց ես։ Նորմալ, մերսի դու։ Լավ։ Տիգրան ջան, գիտեմ որ գալու էի, ժամանակ ձեր սենյակը արդեն պատրաստ է, կգործի։ Մերսի։ Bye-bye։ Սա ձեր քարտը, Տիգրան ջան, ձեզ բարի ժամանց մեզ մոտ։ Շնորհակալ եմ շատ։ Սիրում եմ այս ձայնը։ Ահա եւ մեր լյուքսը։ Առաջին տպավորությունները են, որ չգիտեմ, բայց այդ չգիտեմին հիմա գումարեք այս լուսաշատ պահարանները։ Ընդհանուր հյուրասենյակ, փափուկ կահույք, լրագրասեղան, պլազմա ու իմ երազանքի պատշգամբ։ Վախ, տարան-տան, տարարան-տան, վախ, տարան-տան, երազում էի նմանատիպ փայտյա պատշգամբի մասին։ Ես ուրախ եմ, որ նման կերպ վերադարձնում ենք մեր այդ մշակույթը մենք ինքներս մեզ։ Բան չասեցի։ Ամեն ինչ մինիմալիզմի մեջ, բայց այդ մինիմալիզմի մեջ կա ճոխություն։ Ստացվում է, որ ես հիմա ինքս ինձ հակասում եմ, բայց այդ է իրականությունը։ Չէ՞ դուք մատրասի հաստությունը տեսեք։ Այստեղ ինձ թվում է չես քնելու, այլ լողալու ես ու քեզ երևակայելու ես երկնքում։ Ավելի շուտ ամպերում։ Այս էլ մեր փափուկ ամպիկներն են։ Տես 1, 2, 3, 4։ Թվում է այս երկար հայլին ուղակի ատրիբուտ է, բայց չէ, երբ քնից զարթնում ես ու տեսնում ես քեզ հայլիի մեջ երջանիկ, նշանակում է, որ դու լավ հանգիստ ես անցկացրել։ Բացի դրանից տարածքը ել ավելի ամեծացնում ես հայելի։ Դե իսկ ժպիտս խոսում է իմ ուրախ ու երջանիկ լինելու մասին։ Ուզում եմ խոսել նաև այս լյուքսի առանձնահատկություններից, աշխատասենյակ, մեզ դա օդ ու ջրի պես պետք է։ Նստեցիր, MacBook միացրեցիր ու արագ սկսեցիր այդ մոնտաժի աշխատանքները կամ նկարների ներբեռնման աշխատանքները։ Օթորակիչ ունենք, սանհանգույց այստեղ։ Ողջույն սանհանգույց, քանի որ տարածքը շատ փոքր է, փորձեմ ես մտնեմ լոգախցիկից խոսեմ, հա՞ մոս, դու արի այստեղ։ Ինչ վերաբերում է սանտեխնիկային, այն որ no comment, այսինքն որևէ բան չկա ասելու, գերազանցը, բայց
եթե լյուքս, ես կուզեի տարածքը սանհանգույցի մի փոքր մեծ լիներ, այսինքն շարժվելու գոնե տեղ լիներ, այստեղ ունենք սրբիչներ, վարսահարդարիչ, նույնիսկ էմբլեմայով սրբիչներ, այ ամեն ինչ են, որ ասում է շատ լավ է, խնամքի պարագաները, այն որ առատ, նույնիսկ ունենք սենց փոքրիկ սրբիչներ ու որակի թեման շարունակելով խոսենք soft papyrus-ի զուգարանաթղթերի մասին, պրեմիում դասի, եռաշերտ են ու փափուկ, ինչպես նաև որակով։ Մեր կյանքի բարօրությունը և կյանքի որակը կախված է մանրուքներից, իսկ այդ մանրուքների վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել, ինչը անում է Old Իջևան բուտիկ հոթելը։ Սենյակը շատ լավն էր, հարմարությունները նույնպես։ Կարելի է արդեն սկսել մեր ճանապարհորդական առաջին օրը։ Իջևանից շարժվում ենք Աչաջուր։ Ճանապարհին կպատմեմ, ինչ ենք բացահայտելու, տեսնելու։ Գալիս ես թե մնում։ Երախտիկի խոսք ասել around Տավուշի տղերքին այդ քիչ է, որովհետև մեր Տավուշյան շրջագայությունների ցանկացած էպիզոդիկ նկարահանումների ժամանակ ձեռք են մեկնում այդ որոշակիորեն ժեստ է, հասկանում եք, իրենց տարածաշրջանը promote անելու, տուրիստներին ավելի հասանելի դարձնելու։ Ընդհանուր առմամբ ջրանցույցները մի քանիսն են Հայաստանի Հանրապետությունում, Մեղրի տարածաշրջանում ենք հանդիպել, Արագածոտնի մարզում նույնպես ունենք եւ խնդրեմ Տավուշի մարզում։ Ճարտարապետական գեղեցիկ ձեռագիր ու բազմաթիվ ստորակետներ։ Այդ ստորակետները ֆունդամենտալ կամարների տեսքով են, ինչը ել ավելի գեղեցիկ ու ֆիլմային է դարձնում այս տեսարանը։ Գիտեք ինչի մասին եմ ուզում խոսել։ Կամուրջների դերն ու նշանակությունը առհասարակ հայոց պատմության մեջ։ Կամուրջները ունեցել են ոչ միայն գործնական նշանակություն տրանսպորտի տեսակետից, այլ նաև ճարտարապետական ու պատմական հիմք ունեն։ Օրինակ, եթե անցում կատարենք ու թերթենք աստվածաշնչյան էջերը, մի էպիզոդ կգա ձեր աչքի առաջ, ինչպես փրկեցին Մովսեսի կյանքը, իհարկե ջրի միջոցով։ Հետո այդ ավանդույթները շարունակվեցին տարբեր երկրների մոտ ու կառուցվեցին նմանատիպ ակվիդուկ գծիկ ջրանցույցներ, երեխաներին կարողանում էին մի քաղաքից մյուս քաղաք տեղափոխել այս ջրի օգնությամբ։ Պարզ է, չէ՞, դնում էին զամբյուղի մեջ ծղոտ է ու հոսքը ջրի երեխային օրորելով, շորորելով տանում էր։ Անվտանգ ամենակարևորը։ Ինչ եմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, լավ է, որ նմանատիպ կառույցներ ճարտարապետական կան նաև Հայաստանում։ Եվ կարող եք գալ, մուտքն ազատ է, տեսնել, լուսանկարվել, տեղադրել համացանց ու առաջին լայքողներից ու սրտակողներից մեկը ես եմ լինելու, եթե իհարկե մեզ նշեք։ Ուզում եմ ասել, որ ջրանցույցը տպավորիչ է, թե իր պարզությամբ ու թե շատ սենց ներդաշնակ, հասկանում եք, լանդշաֆտի հետ։ Ընկերություն են անում, հարևանություն են անում, զրուցում են ու ընձեռված հնարավորությունը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Աչաջուրի վարչական ղեկավարին եւ բնակիչներին, որ կարողացել են այս պատմամշակութային ջրատարը սենց մաքուր պահեն, շեն պահեն ու դարձնեն տուրիստական այցելվող վայրերից մեկը Աչաջուրում։ Օպա։
Շարունակում ենք Տավուշ աշխարհը բացահայտել ու ցուցադրել, որքան տեսնում ես, այնքան սերդ ավելանում է, ու որքան ճանաչում ես, այնքան ինքը քեզ դառնում է ընկեր։ Մենք հասանք Աճարկուտ, այստեղ պատրաստվում ենք ձեզ ներկայացնել պարտադիր այցելվող վայր Առաքելոց վանքը։ Անունն էլ կապում են Հիսուսի առաքյալների հետ։ Ինչու? Որովհետև սկզբնական, այսպես ասեմ, քրիստոնեության շրջանում տիրոջ առաքյալները այստեղ քարոզել են քրիստոնեություն։ Այստեղից էլ անունը Առաքելոց վանք թվագրվում է 10-ից 13-րդ դար։ Տուրիստների համար ունենք ինֆորմացիոն ստենդ, հրաշալի է եւ ռուսերեն, եւ անգլերեն, եւ հայերեն։ Փաստորեն միջնադարում այս ձորը եւ լեռն ալանջերը խիտ էին բնակեցված մարդկանցով։ Հիմա մարդկանց եկել են փոխարինելու ֆլորան, բազմաթիվ ծառատեսակներ ու կուսական բնություն։ Աճարկուտի Առաքելոց վանքը երբեմն պարզապես Առաքելոց վանքը շատ կարևոր ստրատեգիական հայոց պատմության մեջ, ինչպես նաև պատմամշակութային հետք է թողել, որովհետև օժանդակ կառույցները շատ են, եւ եկեղեցի, եւ գրչատուն, բերդ պարիսպները հիմա բացվում են իմ ու ձեր առաջ, խորշերը են, որ ֆանտաստիկ են, բուրգերի կորությունը 1, 2, 3 վերջնա։ Գիտեք, մեկ-մեկ մտքովս անցնում են գաղափարներ, որոնց մասին ձեզ հետ չկիսվելը ճիշտ չի լինի։ Կուզեմ ոչ միայն տուր օպերատորները կազմակերպեն Տավուշ աշխարհ գեղեցիկ շրջագայություններ, որոնց մեջ կմտնի նաև Առաքելոց վանքը։ Կուզեմ շատ, որ դպրոցական պարտադիր ուսումնական ծրագրերում մտնեն էքսկուրսիաներ այս բնույթի, պատմամշակութային, ճանաչողական, ազգասիրական, ազգաճանաչողական ձևակերպումները շատ են, բայց ցանկությունը մեկը։ Կանգնած են հրաշագեղ պարիսպները, լայնքը, ես ձեզ ասեմ, մոտավորապես 2 մետր, ամենակարող բնությունն էլ վրձնահարել է, տեսեք ինչ սիրուն է։ Այս քարերի միջից աճող ծառերը խոսում են այն մասին, որ այս իսկապես էլ միջնադարյան հսկա է եղել։ Տարիների ապացույց բնակավայրի հետքերն են ու այստեղ գրված է, որ տեղում եղել է միջնադարյան բանտախուց կամ ոնց որ մենք ենք ասում չղջկանոց։ Տավուշի բարբար զգացվեց։ Չղջիկներ, սիրուն չղջիկներ։ Բանտախուց։ Դուրս եկան, ես տեսա, հաստորեն միջնադարյան բանտախցում, բանտարկյալների փոխարեն հիմա չղջիկներ են բնակվում, իսկ ինչու ենք շշուկով խոսում, որ չվախեցնենք չղջիկներին։ Մեզ ուղեկցորդը ասաց, որ այս հատվածում, որ պետք է հայքինգ անեք, զգուշ կլինեք, որովհետև քարերը մեկ-մեկ տենց կարող է հայտնվեն գլխների, դրա համար զգուշ, շատ զգուշ։ Այ քեզ բանտախուց, այն էլ միջնադարյան, լսի, ես արկածներ սիրում եմ, բայց չգիտեի, որ այս տիպի ու այս որակի, բայց կամաց, հետամուտքը, ինչ-որ տարօրինակ սենց, այս ձեներ են գալիս, ու թողների ինձ դերան մշակույթի կենտրոնը, որ այս սպիտակ, սիրուն, զարդանախշերով տարազային վերնահագուստս հիմա մխտարվելու է, բայց դե ինչ անենք, հիմա պետք է մտնենք, բանտարկյալներն էլ են սենց մցրել, Նսի բավորուտ են ինձ, մոս,
Դրանով կստես օրես ինչ հոտ է գալիս։ Հա, անտանելի հոտ է։ Ինձ թվում է չկիներ են տակներ անել։ Գովախից։ Ոյ մամա ջան։ Ելին է։ Բա որ ուտեն ինձ։ Հաստատ։ Ռանգել եմ։ Ոնց մտնել։ Լույսը կվառես որ նկարեմ։ Հես է, նայ, այս է։ Շատ են։ Լիքը, հես է։ Տենում ես, իրար վրա, հելած։ Վեի նման։ Տեսար։ Հա, բայց իրանց են։ Հա։ Չղջիկներ։ Այ չղջիկներ։ Հոն ինչքան լավն եք դուք, ինչքան շատ եք դուք, ես ինչ եք կազմել։ Ուտում են իրար, նայ, չղայնացել են։ Լես իրար մեջ են իրանք ոնց որ։ Դե հա։ Ոյ, շատացակ։ Լսի, ինչ են անում։ Չեր եք անում չղջիկներ։ Բայ։ Լսի, էմոցիաներ են, էմոցիաներ ամբողջ կյանքի համար։ Բայց որ ծրտում են գլխիդ, բնական կարիքներ են հոգում այդ վատա։ Չգիտեմ, ադրենալին ասեմ, վախ ասեմ, այդ ամենի սինթեզներ, համենայն դեպս չէի տեսել, որ չղջիկները այսքան համախմբված լինեին, հեռուստացույցով շատ էի տեսել ֆիլմերում, բայց իրական կյանքում առաջին անգամ էր ու տպավորիչ էր։ Առաջարկում եմ ապրեք այդ էմոցիաները։ Գոնե մի քանի րոպեով։ Լսին դե ինչ են անում։ Ոյ, դուրս եկանք։ Դուրս եկանք։ Ես չգիտեմ հիմա մենք լավ գործ ենք արել, թե վատ գործ, որ բացահայտել ենք չղջիկների թաքստոցը, բայց կոնտակտը լավն էր, անսովոր էր, որ մտքից ծայրով չէր անցնի, որ երբևէ կհանդիպեմ իրանց տենց վեանման առաստաղին ու շատ լիքը հարյուրավոր ու իրար գրկած, մեջ մտած, չգիտեմ, վերջներ։ Can't stand by anymore. Looking in from the outside, I know I can hold the fort. They can't keep my hands tied. I need strength to carry on and help me push it through. Oh, no one can save me from myself. No one can save me from myself. I need force, breaking down the walls by force, keeping my head above the water, screaming till I lose my voice. Ճիշտ է, առաքելոցը մասամբ կիսավեր է, բայց ոչ ավերված։ Պահպանվել են պատերը, սյուները, գավիթը և գմբեթը, հետաքրքիր է, չէ, նայում ես շուրջ բոլորդ, այս բնության ձայները մի կողմ, ինչը մտքերդ խառնում է իրար, մամրակալած քարերը, խունացած խաչքարերը, խոսում են երբեմնի միջնադարի հայի ակտիվ գործունեության մասին։ Ինչեր են արել, ինչեր են կառուցել, ոնց են արել, այդ չկա էլի, չկա, այդ ժամանակի մեքենան չկա, որ կարողանաս երթևեկես ու տեսնես այդ ամենը քո աչքերով։ Հիմա մնում է մեզ ընդամենը եզրակացություն անել, ինչի իմ պարագայում շատ լավ ստացվում, որովհետև երևակայության առումով Աստված տվել չի խնայել։ Եկեք հասկանանք այս խաչքարի ճակատագիրը, կենցաղը, կենսագրությունը, մանրակրկիտ աշխատանք, զարդանախշերի, սիմվոլիկայի, հայկական տառերի տեսքով, այս մի առանձին մշակույթ է, իսկ սա լրիվ ուրիշ մշակույթ է, լրիվ ուրիշ աշխարհ է, մոմի հետքեր, մրուր,
սևացած խաչի որոշակի հատված ու այդ սևի մեջ կորած զարդանախշեր։ Այստեղ է դիսոնանսը։ Հայ տեսակի գործի ու տպավորությունների։ Չի կարելի, Աստված սիրեք, չի կարելի։ Հիմա ուզում եմ մեջիցս նեգատիվ Տիգրան Հարությունյանին թողնել մի կողմ ու մտնել եկեղեցի, բայց չի ստացվում։ Ոչ մի կերպ չի ստացվում։ Պետքա խոսեմ։ Այս ստենտ չի։ Սա չգիտեմ ինչ է։ Ինչ որ երկաթի կտոր, ինչի վրա գրված է Առաքելոց վանք ու թվականները 12-ից 13-րդ դարեր։ Այս շինությանը, այս կշռով կառույցին չի սազում։ Գոնե եթե փորագրված ինչ որ բան չի, ապա ոչ ժանգոտած էլի։ Նկատում եք, կամարը շատ գեղեցիկ է, այս հատվածն է շատ գեղեցիկ։ Կազմակերպեք ձեր հարսանեկան ֆոտոշարքը ու թող այն լինի տարբերվող։ Այ նման օրինակ տեղերում։ Շքեղ, գեղեցիկ, կախարդիչ, դյութիչ, ի վերջո աստվածային, շատ սիրուն է։ Այս իրար մեջ մտնող կամարները, հազարաշենը, այ չգիտես խի համոզված եմ, որ առ Աստված ձեր աղոթքները կամ ձեր երկխոսությունը, ձեր մտերմությունը անպայման ստացվելու է, որովհետև երկինքը բաց է, իսկ տեղանքը ու տարածքը տրամադրում են լրիվ առանձնանալու ու անջատվելու հասարակությունից, մարդկությունից, քաղաքային թողոբոյից։ Ու միտքս շարունակելով ուզում եմ խոսել նաև հետևյալի մասին, որտեղ կա ջերմություն, որտեղ այս զգում է, որ տաքուկ անկյուն է սիրտդ, այնտեղ բնականաբար կանաչում է։ Պատճառն էլ բաց գմբեթից ներթափանցող արևն է։ Չեմ ուզում խոսել վանդալների ու նրանց թողած հետքերի մասին։ Ուզում եմ խոսել նրա մասին, որ ճիշտ է, եկեղեցին գործող չի, բայց այստեղ յուրաքանչյուրը եկողը գիտակցելու է պատմությունը A կետից մինչև B կետը։ Ազգեր կան չունեն այդ պատմությունը ընթացքային, հորինում են հեքիաթներ, լեգենդներ, ես չգիտեմ, բայց մենք ունենք ու ուզում ենք, որ այս պատմությունը չդրոշմվի գրքերում, այլ դրոշմվի ձեր հոգում, որովհետև մեկ-մեկ ուզում ես հոգիդ պատմել, իսկ դա ձեզ մոտ հաջողվելու է, պարբերաբար պետք է իրականացնել նմանատիպ այցելություններ։ Ամբողջացած եմ, լցված եմ, հավատի ուժը այն եզակի գործառույթներից մեկն է ձեր մեջ, ինչը կարող է ստիպել վերափոխվելու մարդուն, դեպի լավը, դեպի բարին, արարել, ստեղծել, լավը կամենալ, չբամբասել, չզրպարտել, այդ պատվիրանները մի տեսակ ավելի են քեզ մոտեցնում հոգևորին ու կյանքը դարձնում են էլ ավելի դյուրին։ Դրա համար առաջարկում եմ չբարդացնել, առաջարկում եմ թեթև ապրել, անկախ նրանից, թե ինչ է թելադրում ձեզ սոցիումը։ Գնացինք Քարանձավ, չէ, այս մեր հյուրանոցում գտնվող ռեստորանի, ամանի մառանն է, նամության հոտն ու գինն ու բույրը գրկախառնվում են հետդ ու քեզ տեղափոխվում են լրիվ ուրիշ աշխարհ։
Դեռ վերջնական տեսքի չի, աշխատանքներ տարվում են, շատ շուտով հնարավորություն կունենաք գինին ու տարածքը այստեղ վայելելու։ Այս առանձնասրահում առաջարկում եմ բացահայտել Տավուշը ոչ միայն լեռնապատ բնաշխարհ, այլ նաև որպես համերի եւ բույրերի սիմֆոնիա։ Սիմֆոնիա։ Մեր դեգուստացիոն սեղանը համեմված գյուղական մթերքով եւ առատ բույրերով։ Սկսենք մեր հաղորդման գործընկերոջ Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի ամբողջական հավից պատրաստված չախոբիլիով։ Ինձ թվում է սա ոչ թե չախոբիլիի մի փոքր չափաբաժին է, այլ մի ամբողջ ստեղծագործություն։ Ասեք Չեմ հատորներով, այ ձեռք եմ ասել, այնքան ներդաշնակ ամեն ինչ, ոչ մի բանի ավելը չի զգացվում, չափի մեջ կծուն, աղը, լոլիկը, ես չգիտեմ այնտեղ սոխը, սրանք պարզապես պատառներ չեն սնունդի, այս մի ամբողջ պատմվածք է, այնքան բան կա ասելու, այնքան բան կա պատմելու, բայց ես կլինեմ լակոնիկ, որովհետև այս ուտեստը ինձ ձգում է, առաջարկում եմ լցնել ձեր կյանքը համովություններով։ Ու մենք շարունակում ենք Տավուշյան նուրբ ու հյութեղ համային ճանապարհորդությունը, բավական է։ Խոզապուխտով ու Տավուշյան ծառի սնկով։ Այ հիմա սպանես չեմ կարա իմ հետ համային տպավորություններով կիսվեմ քեզ հետ, որովհետև համը եւ բարդ է եւ պարզունակ։ Ու այդ պարզությունը ծառի սնկի հյութի եւ կաթնային սոուսի մեջ է։ Եվ իմ համային հիթ շքերթի երրորդ հորիզոնականում է Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից տրամադրված բրոյլեր տեսակի հավի թռչնամիսը սնկի սոուսով։ Պատել են, պարուրել են, գրկախառնել են, ողջագուրել են մեր խոհարարին, բազմաթիվ ռեսպեկտներ, քուլեր, լավ ձեռագրի համար։ Չկրկնվող ամենակարևորը։ Լիմոնով, հա։ Տեղում չէ պատրաստվում լիմոնադը, ֆանտաստիկո բելիսիմո։ Մեզ բարի ախորժակ։ Գարուններ, զարթոնքներ, այ լավներ։ Մեր սեղանը, ինչպես տեսնում եք, առատ է նախ ուտեստներով, աղցաններով, պանրի տեսականիով, թթվեղենով։ Ես ուզում եմ, որպեսզի դուք գիտակցեք մի բան, եթե ուզում եք Տավուշում օրիգինալ միջոցառում անցկացնել, ապա անպայման եկեք Աման ռեստորան։ Նախապես կազմվում է մենյու հետաքրքիր ու առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին եւ ձեր միջոցառումը կորպորատիվ ու ընտանեկան դառնում է հիշարժան։
Օրվա հարց։ Մեր լսարանը ինչի հետ է ասոցացնում ճամփորդական առավոտը։ Թարմության հետ, անձրևից հետո, քերծերի հետ, սարերի հետ, ձորերի հետ, արևի հետ, բայց այսօր արևը մեզ չի ժպտում։ Կոնֆլիկտ է ուզում ստեղծի, բայց մենք այդ սադրանքին հաստատ գնացողը չենք։ Ու ամենակարևորը ճամփորդական առավոտը պետք է ասոցացնել նախաճաշի հետ։ Սննդարար, դուք ինքներդ ընտրում եք ձեր նախաճաշը 3 սեթերից։ Շնորհակալ եմ։ Սա մենյուն է։ Ունենք բրիտանական սեթ, արաբական սեթ եւ իհարկե հայկական։ Որպեսզի տարբերվեմ մնացած բոլոր օրերից, այսօր ընտրել եմ բրիտանական սեթը։ Ամենը եկեք չթվարկեմ, դուք ինքներդ կադրով արդեն տեսնում եք մեզ եւ ձեզ բարյախորժակ։ Լոբի, վաղ առավոտյան։ Կարծում ես։ Գիտեք ոնց սկսել եմ սիրել առավոտյան նախաճաշի հենց այս հատվածը, սև սուրճ խմելու, որովհետև մի տեսակ սթափեցնում է, ուղեղը սկսում է արագ աշխատել ու դու սկսում ես քիչ-քիչ ստեղծագործել։ Լավ կադր ստանալու առումով, գեղեցիկ խոսք ասելու առումով, նենց որ մի կումից դառնում է 2, 3-ը 4, 4-ը 5 ու վերջում ստացվում է, որ մասնակցել ես մի ամբողջ արարողակարգի։ Առավոտյան նախաճաշն ու Rio Grande-ն այդ էներգիա։ Էներգիան պետքա վատնել, ինձ թվում է սարվոր տուրիզմը ձեզ ներկայացնելով, այն որ Տավուշյան Ալպերով, այն որ Տավուշյան բարձունքներով, around Տավուշի Վիլիսային շարասյունով։ Աշխատեք մաքսիմալը քաղել ձեր ճամփորդությունից եւ հիմա դիմենք հին մեթոդներին։ Վիլիս։ Ձեզ ոնց ենք ասում։ Չացինք։ Դե այնքան կացինք, միջև հասանք, գինար բուքասար, այստեղ հաճախ գյուղացիները բարձրանում են, տուրիստները այդ թվում, բերում են այստեղ ուտելիք, նստում են ընտանիքով, ընկերներով ու վայելում են, լսի կինոթատրոն,
բնական ու արհեստական ոչինչ չկա, ոնց են ասում, անձեռակերտ գեղեցկություն։ Մեր դիմացը անմիջապես տեսիլք լեռն է, մենք այնտեղ նկարահանումներ արել ենք և այս հատվածում արդեն աղվեսասարն է, այս բարձունքը նույնպես հաղթահարել ենք ու անմիջապես մեր ետնահատվածում բացվում է վիթասարը, սարերից այն կողմ արդեն դիմաց լեռն է։ Ես ինձ երջանիկ եմ զգում սարերում, որովհետև սարերում իսկապես էլ կյանք կա, այստեղի թթվածինը երկարացնում է կյանքդ, քեզ դարձնում է անկոտրուն։ Մեկ-մեկ եղել է, չէ, ձեր մոտ էլ, որ ուզում ես այս կանաչների մեջ խենթանաս, մանկանաս, անհոգ, հասկանում եք, այնքան ենք մեզ ներբեռնել ու ծանրաբեռնել, այ կուզ ազգացվում բառիս ամենալայն իմաստով ու այս լրիվ կենցաղն է, ընտանեկան հոգսերը, ընկերական հոգսերը, աշխատանքային հոգսերը, ճիշտ ասել աշխատանք, բայց կենսատու աշխատանքը, ինչը հեռուստաեթերից ես համոզված եմ ու հավատացած, որ ձեր կյանքն էլ է երկարացնում։ Դե եկեք ապրենք Հայաստանում, Տավուշյան Ալպերում։ Սարերի կանաչից երջանկացան ոչ միայն իմ աչքերը, երջանիկ է նաև իմ սիրտը։ Ակամայից հիշեցի Վիլյամ Սարոյանին, իմ սիրտը լեռներում է։ Թողեցինք մեր սիրտը լեռներում և իջանք Իջևան։ Մայլյան վարպետաց տունը առաջարկում է տուրիստներին ծանոթանալ մեր ագատ տեսակի քարին և մեր փայտերին ավելի մոտիկից։ Զբաղվենք մաստեր կլասով։ Վահե ջան, ողջույն, ոնց ես։ Լավ եմ, շնորհակալություն։ Փաստորեն, այստեղ ծնունդ են առնում նոր ստեղծագործություններ, ես հենց հասկացա։ Կարելի ասած, հա։ Տուրիստներին ինչ կարանք առաջարկենք, ինչով կարանք զարմացնենք։ Ուրեմն տուրիստներին բացի քայլարշավները, որ կազմակերպում ենք, մենք ընդեղից հավաքում ենք փայտ, քար, ագատ, ավելի ճիշտ, ու արվեստանոցում կարող ենք պատրաստենք զարդ։ Իսկ լինում են դեպքեր, երբ շնորհակալություն են հայտնում ֆինանսի տեսքով։ Հա, այդ բացի վճարումները, ասենք, նաև ֆինանսի տեսքով շնորհակալություն են հայտնում։ Քանի որ իրանց համար դա ոչ միայն, ասենք, ինչ որ բան ձեռք բերել, այլ հոգեպես էլ են հանգստանում։ Առաջարկում հոգեպես հանգստանանք։ Ես անտառից ենք գտել։ Ու նախնական նայելով չես զգում մեջը իջնոր։ Հիմա ասենց որ կտրենք, հասկանալի է դառնում ներսի գունային շերտերը։ Հա, բացի այդ նախ պետք է տեսնենք ճաք ունի թե չունի։ Եթե ճաք կա, ինքը արդեն հետագայում կարող է վնասվի այդ զարդը։ Սկսենք։ Տեսեք ինչ ունենք։ Սրանից հետո պետք է անցնենք ձևեր տալուն ու փայլեցնելուն։ Շատ քարեր ունենք, որ թափանցիկ չի, բայց այդ գեղեցկությունը չկա մեջն արդեն։ Հիմա տաշում ենք։ Քանի որ մատերը աշխատում անընդհատ, դրանից նյարդերը դելա բավականին հանգստանը։ Փաստորեն վերջնական տեսքը ստուգում ենք լույսի տակ, հա, թափանցիկությունը։ Տեսեք։ Լսի, ակամայից Չարենցի բանաստեղծությունը հիշեցի։ Լուսամփոփի պես աղջիկ, այնտեղ ագաթի մասին էլ կա, չէ՞,
զուգահեռները անցկացնում այդ թափանցիկության հետ կապված։ Փայտագործությանը Անցնենք փայտագործությանը։ Որագրությունը մի քիչ վտանգավոր է, քանի որ գործ ունենք սուր գործիքների հետ։ Սկսում ենք ամենապարզից, որը իրար կողքի համադրելով ստանում է բարդ նախշ։ Համապատասխան դուրն էլ պետք է լինի, չէ՞, այս չափսերի։ Անպայման։ Թեքությունը տալիս ենք այ, տեսեք, մի կտրվածքի հետ պիտի հասնի, ուղիղ նստի, ու թեք ընդամենը հրմենք։ Մի թեթև բացված ենք տալիս։ Կամ երզեղով խորություն։ Համբերություն պետք է ունենաս, Վահե։ Այս ամեն ինչի հետ մեկտեղ։ Դե ինձ հանգստացնում այս աշխատանքը, չգիտեմ, ընդամենը սխմում ես հետևից։ Ուղիղ, այ գիծը անցանք, այ։ Անցա։ Այս մյուս գիծը պետք է չանցնենք։ Ոնց ձեր տանը փայտի գործ չկա անելու։ Ախպեր այդ քերի ուներ, քերես գիտես ճիշտ լավ քանդակագործ է։ Ճաղավանդակների հետ կապված, բազրիկների հետ կապված, ասա, գամ Էլի դուրս եք արդիկ։ Ոչինչ։ Դե ոչինչ չի, փայտը չի փչանում։ Եթե լինեն մարդիկ, ովքեր ուզենան այս մասնագիտությունը ձեռք բերեն, գալիս սովորում են, աշակերտներ ունենում են։ 6 տարեկանից մինչև 35-40 տարեկան աշակերտներ ունեմ։ լուրջ ես ասում։ Դուք ոնց որ տարվում ես, այս դենց եմ զգում։ Բա հետո որ կամ ձեր տանը գործանեմ, ոչ ջան, պետք է կարողանամ գործանեմ, թե չէ։ Հետո գանա աշտման տտվիկասի Տիգրան ջան, ճշնամուտ ուներ, սիրուն սարքեիր։ Ալիքը կարողացանք ստանալ ու ես ձեզ ասեմ, վատ արդյունք չի։ Առաջարկում եմ Իջևան գալուց սիրելի հեռուստադիտող եւ Հայաստան ժամանած հյուրեր զբաղվեք նաեւ փայտա մշակմամբ, փայտա զարդարմամբ, ինչպես նաեւ ագաթի մշակմամբ։ Շնորհակալ եմ քեզ գեղեցիկ փորձառության համար։ Կտեսնվենք անպայման։ 2 օր Տավուշում, երկուսն էլ իրարից տարբեր։ Փորձում ենք մեր հեռուստաճամփորդության ընթացքում ցուցադրել ձեզ այնպիսի հետաքրքիր տեղանքներ, որ ձեր օրերը Տավուշ աշխարհում լինեն ֆանտաստիկ, չկրկնվող եւ պատմամշակութային։ Առաջարկում եմ գծել երթուղին, մնալ այնտեղ, որտեղ մենք ենք մնացել, գալ այնտեղ, որտեղ մենք ենք եկել եւ կունենաք նույնչափ տպավորություններ, որքան հիմա ունեմ ես։ Ովքեր բաց են թողել հաղորդման հեռուստատարբերակը, մեզ փնտրեք ինտերնետում, ամենուր կանք, չմոռանաք լայք նշանի մասին, սրտիկները ձեր մեզ ապրեցնում են, իսկ լավ ու վատ կոմենտներն էլ ուշադրության արժանի են։ Կհանդիպենք, ցտեսություն։